Տարվեր, գիտեք, մեր նորածին ալիքի բաժանորդներ, եթերում Random Podcast-ն է, ձեզ հետ է Նինան, Հովսեփը և Լուսինեն, եթե չեք տեսել մեր նախորդ էպիզոդը, ապա կարող եք գնալ և դիտել, ավելի պարզ կհասկանաք ովքեր ենք մենք և ինչ ենք ուզում անել այս ալիքի հետ, նախորդ էպիզոդը ընկերության մասին էր և այսօր մենք random ընտրել ենք խոսել մասնագիտությունների մասին և տեսնենք ինչպես կգնա մեր զրույցը։ Փոքր ժամանակ, ինչ եք ուզեցել դառնալ, ինչ եք երազել դառնալ։ Իմ մոտ շատ տարբեր ա եղել։ Հիշում եմ, որ մի պահ բժիշկ էի ուզում դառնալ, որտեվ մամաս էր շատ ուզում որ դառնայի բժիշկ, բայց այդ իրական ավելի Կսազեր։ մի քիչ ավելի մեծ տարիքում էի արդեն։ Ընթացքում ուզեցել եմ հաշվապահ դառնամ, որտեվ իմ մոտ մաթեմատիկան էր լավ ստացվում, ու այդ շրջանում լսել էի, որ հաշվապահները լիքը փող են աշխատում։ Մտածում էի, որ վсё պետք է հաշվապահ լինել։ Ու հա, այդ երկու բան։ Իմ մոտ օրինակ չի եղել, որ ինչ որ ուզում եմ օդաչու դառնամ, չգիտեմ։ Տենց ինչ որ վաու կոսմոսոյներան, հա դեզերագնացված բաներ չի եղել։ Տիեզերագնաց է ուզում դառնա։ Կամ ինչ որ հերոս դառնալ, չգիտեմ, որ կփրկի աշխարհը, բան։ Սուպերմեն, Սպայդերմեն։ Դա չի եղել։ Ճիշտն ասած, ես էլ էի փոքր ժամանակ ուզում դառնալ բժիշկ, որ մարդկանց փորը Բայց երկուսիդ էլ ես նենց եմ պատկերացնում, որպես բժիշկ, սենց դու շատ Ես հիմա ասեցի լուսով պատկերացնում բժիշկ դառնար, չէ՞, սենց ինչ որ խիրուրգ, լուրջ բժիշկ, լուրջ ճակերտների մեջ, հա։ Էնդոկրինոլոգ օրին։ Սազեր։ Այդ ո՞րն է։ Այն որ հորմոնների հետ աշխատում։ Հա, կամ սարել ինչ որ վակցինաներ մտածեիր, բան, տենց։ Բիոն է ես եմ բուժը։ Այդ ինչ որ բան էլի ալտերնատիվ ռեալիթին։ Ես մտածում եմ բժիշկ դառնայի, բայց ինչ որ մի կետից մի հատ սիտուացիա դիմում իմ կյանքում, որ ես մենք նկար եմ նկարում ու ոնց որ այդ նկարը ասես լավ է առաջացնում ծնողների մոտ ու յակ տես մտածում եմ որ ինձ պետքա տան նկարչության ու տես փոխում եմ մի քիչ իմ երազանքները դրա մասին մի քիչ հետո կասեմ։ Կատո ինչ էր ուզում դառնալ։ Ես ցանկացել եմ դառնամ ռեժիսոր, դերասանուհի, երգչուհի, նկարչուհի, ամեն ասպեկտում արվեստի ինձ պատկերացրել եմ ու հիմա դարձել եմ դերասանուհի։ Լավ է։ Իմ մոտ է Բայց շրանտ։ նայած այդ ավելի հետո կարամ պատմեմ այդ դերասանուհի այդ մասնագիտությունն ընտրելուց առաջ ահագին ճանապարհ եմ ներքին անցել էլի որ այդ ընտրել եմ։ Մենք այդ սաղ ճանապարհը տեսանենք։ Դե բնյակա լավ է։ Դուք չտենեք, կոպտենեք։ Իսկ այդ պահը, որ արդեն սենց մոտենում է ինչ որ համալսարան ընդունվել, բան, այդ ժամանակ ինչ իդեաներ կային մասնագիտության։ Ես ասեմ։ Ասաս։ Միշտ մեջ եմ գցում։ Հա, իրականում ես ասացի, որ այդ նկարելուց հետո ոնց որ ամեն ինչ փոխվում է, որովհետև մտածում եմ, որ կարամ զբաղվեմ դիզայնով, ու այդ ժամանակ NTV-ով ցույց էին տալիս մի հատ հաղորդում, որտեղ տներ էին գնում դիզայներներ էին, հա, ես ունեցել։ Ու տալից են շատ ոգեշնչված էի, մտածում եմ, որ ես ինտերիեր դիզայներ եմ դառնալու։ Բայց երբ որ համեսան պետք է ընդունվեի, ոնց որ ծնողներս ինչ որ չափով ազդել էին իմ վրա, բայց ես էլ իրական ցանկություն կար, որ մարքեթինգ հենց ուսումնասիրեմ ու ընդունվեմ այդ ուղղությամբ։ Ես գնում եմ սկսում եմ պարապել մաթեմ ու անգլերեն, ու նենց է ստացվում, որ մաթեմը ընդհանրապես այնց դուրս չի գալի, չնայած որ իմ մոտ իսկապես կա այդ հակվածություն չգիտեմ, տրամաբանության եւ այլն, բայց կոնցեպտ հաշվարկներ, չգիտեմ, հարահաշիվ, բան, вообще դուրս չէր գալի, երկրաչափիսին հələ սիրում եմ ինչ-որ տեղ։ Ու տենց հասկանում եմ, որ չէ, ես չեմ ուզում այն մաթեմի պարապմունքների գնամ, ես Ֆիզմատ է, չէ՞ ուզում ընդունվել։ ֆիզմատում ես բարապում էի, ու տեղից ոնց որ որոշեցի, որ չէ, ես գնում եմ նկարչություն հիմա պարապեմ, գծադրություն, կոմպոզիցիա, ընդունվում եմ դիզայնի բաժին։ Ու մարդը արեց այդ, ընդունվեցի դիզայնի բաժին։ Հենց։ Իմ մոտ բան էր, ես հիշում եմ, որ դպրոցական այն շրջանը արդեն որ պետք է ավարտեի համալսարանի մասին մտածել բան, սկսեցի մտածել տնտեսագիտության մասին, որտեվ այդ ժամանակ
ճիշտ ասած չեմ հիշում որտեղից, բայց անդադ լսում էի ժողի մասին հենց ինստիտուտի ու մտածել էի ու տենց տրամադրվել էի որ պետք է ընդունեմ ժող ու սովորեմ տնտեսագիտություն, բայց բացարձակ գաղափար չունեի այդ բանի մասնագիտության հետ կապված էլի ինչ անում ընդհանրապես տնտեսագետը բան ու շատ ուրախ եմ որ այդ որոշումը չեմ կայացրել Իմ մասնագիտության ընտրելու հարցը ամենաբարդ երևի ընտրություններից մեկն է եղել իմ կյանքում, որովհետև ես ոնց որ ինձ ամեն ինչի մեջ կարողանայի պատկերացնել բացի այն մասնագիտություններից, որոնք կապ ունեն մաթեմատիկայի հետ կամ հաշվարկների, բայց հիմնականում ես ինձ մենակ արվեստի ոլորտում եմ պատկերացրել ու ինչն է ինձ սահմանափակել, որ ես հստակ որոշում կայացնեմ, դա ֆինանսն է եղել։ Այսինքն օրինակ, երբ որ ես հստակ իմացել եմ ինչ եմ ուզում անեմ, օրինակ քննարկել եմ ընտանիքիս անդամների հետ կամ ընկերների հետ, առաջինն ամենամեծ խոչընդոտը, որ կարաս դու բախվես այդ մասնագիտությունն ընտրելուց, դա եղել է ֆինանսը, բայց փող ոնց ես աշխատելու։ հետո փող Հա, ու ես ասենք ավելի խճճվել եմ էլի դրա մեջ, սկսել եմ մտածել, օքեյ, ուրեմն կընտրեմ նենց մասնագիտություն, որ մի քիչ գոնե մոտ լինի ստեղծագործական հետ վիճակներին, բայց նաև կարողանամ գումար աշխատեմ ու ընդունվել եմ Բրյուսով։ Ընդհանրապես չէի ուզում Բրյուսով ընդունվել, բայց էլի ինչ որ սենց այն լոգիկայով, որ ինքը կարա ինձ ավելի շատ պերսպեկտիվա տա, քան օրինակ դերասանությունը, ես ընտրում եմ Բրյուսով։ Ես սովորում եմ Բրյուսովում ընդամենը 6 ամիս, եւ 6 ամիս հետո գնում եմ մամայիս հետ, դիմում եմ գրում եւ դուրս եմ գալիս համալսարանից ու մի հատ հետաքրքիր բան է լինում, ես գնում եմ իմ դեկանը ինձ ասում է Ազիզ ջան դու գործ չունես, տես քո տեղը չի, արի դու արագ այս դիմումդ ստորագրի ու գնա, ասում է իմ տղեն էլ է նկարիչ է ինքը, իմ տղեն էլ է ընդունվել, հետո դուրս է եկել, գնացել է ուրիշ տեղ ու ես եմ իրան ասել, որ դուրս գա։ լավ պրոյեկտ կա, բայց գիտես ինչ ա լինում այդ դպրոցը ուրեմն մեր ելույթից մենք գնացել էինք այդ դպրոց, այդ ժամանակ մի հատ հարթակ կար կոչվում էր լամպ, այս ուղղակի թեմայից դուրս շատ արագ էլի, ես ու լուսուն այնտեղ խոսնակ էինք բարդություններից պետքա խոսենք TEDx-ին պրոյեկտը գնում ենք փորձեր ենք անում բան ինչ որ հենց այդ նույն օրը պիտի ելույթ ունենանք լուսոն այդ այբի սղարանն է նստում երևի արկում չէ սղում է ու իջնելուց թե բերևը իջնելուց գլխով խփում ու սկսում եմ որտեղ մտածում եմ որ ուղեղից ընդմաստած ու մեր ելույթն է հեսա ջոկ բայց լուսոն ասում ասի բան լարված ինչ որ վիճակներն ու ինքը մտածում որ ուղեղից ընդմաստած ստացել այդ սահարին բայց ինչ եմ անում նելը չի բուրս սրսված ենք Իմ մոտ ստեղ հարցը ոչ թե այն էր, թե ես ինչ մասնագիտություն եմ ուզում ընտրեմ, այլ որտեղ պիտի սովորեմ եւ ինչ դիպլոմ պիտի ստանամ։ Ու այդ իմ որոշումը չէր, այդ մի տեսակ ոնց որ իմ մեջ ներդրված լիներ, ու ես օրինակ տենց չեմ էլ դրել ինքս ինձ այդ հարցը տվել ու խորացել մտածել, որ ավելի ոնց որ հստակ իմ մեջ ունենամ այդ կետը։ Թեկուզ break վերցնեմ մի տարի, բայց հստակ ունենամ էլի այդ կետը։ Ու ամենավերջնական կետը, որ ես ընտրում եմ վերջապես իմ մանկության երազած մասնագիտությունը, իմը որ ներքին երախու համար եմ էլի ավելի շատ է տանում, դա լինում է բնականաբար դերասանական արվեստը։ Ես թաքուն եմ ընդունվում։ Դուրս եմ գալիս թատերականից, նորից ընդունվում եմ։ Լրիվ թաքուն եմ ընդունվում, ոչ մեկ չի իմանում դրա մասին։ բոլորը Արդեն ավարտում եմ այս տարի 4-րդ կուրսը էլի։ Այդպես ես գալիս եմ այդ մտքին էլի։ Լիքը ճանաչում Այնքան ուրախ եմ Ես ուրախ եմ որ վերջացնի Ես ուզում ասեի այնքան ուրախ եմ, որ այդ փնտրտուքների մեջ չեմ եղել ինչ որ համալսարանական, ես չեմ ընդունվել համալսարան, ու դեռևս չեմ պատրաստվում ընդունվեմ, ու մտածում եմ հիմա եմ ոնց որ այն շրջանով մտածում եմ համալսարանների մոտ պետք է լինի կարիքից ելնելով, ես պիտի կարիք ունենամ այդ ակադեմիական ինչ որ կրթության, նոր կընդունվեմ, ինչ որ գումար կվճարեմ կամ չեմ վճարի, կսովորեմ, բայց օրինակ ի տարբերություն Նինայի պատմության իմ մոտ Իմ ծնողները բացարձակ չեն միջամտել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ իրենց,
իրանք չեն ազդել ոչ մի որոշման վրա, ինչ որ կապված է մասնագիտության հետ։ Ես ինչ կընտրեմ, չգիտեմ, որտեղ կընդունվեմ, ինչքան գումար են իրանք աշխատում, այսինքն այդ մասնագետները բացարձակ ինչ որ ոչ մի ազդեցություն մենակ եղել է ինչ որ աջակցող կողմ այս հարցի հետ կապված, որ ոնց որ որտեղ ընդունվեմ, so okay, քո որոշելիքն է, էլի ինչ որ sense ինչ որ բան ա եղել։ Բայց ես հիշում եմ, որ մի շրջան ահավոր ուզում էի ընդունվեի համալսարան, երբ որ հենց դպրոցում էի սովորում։ Բայց չգիտեի թե ինչ եմ ուզում դառնամ։ Ու երբ որ հետո դպրոցս ավարտում եմ, հասկանում եմ, որ ես բացարձակ չեմ ուզում սովորեմ, որտեղ այդ ընթացքում աշխատում էի արդեն, իմ գումարը ունենում էի, իմ օրվա ու նաև ավելի տենց մեծ ծախսեր վոկալու համար, ու մտածում եմ, որ վсё, ինձ կարիքը չկա ինչ որ նոր բան, տենց մասնագիտություն սովորելու, ու միևնույն ժամանակ համը չգիտեի ինչով պետք է զբաղվեմ։ Ու հետո ինչ եմ անում, բայց ընթացքում հա տարբեր բաներ սովորում եմ, ֆոտո եմ սովորում, գրաֆիկ դիզայն եմ սովորում, կես տարի ծրագրավորում եմ սովորում։ Էլ ինչ է սովորել։ Ֆոտոն ասեցի, ֆոտոն Փիլիսոփայություն։ չէ, բայց ընթացքում հա ինչ որ մի տարվա ընթացքում ինչ որ գիտություններ եմ ուսումնասիրում, այդպես պատմական տեքստեր հետ աշխատելու բան։ Ու վերջում գալիս է հասնում եմ մոտ մի հատ կետ, որ ես մտածում եմ, որ ես պետք է անեմ զբաղվում ինչ որ սոցիալական գործունեությունով, լինեմ սոցիալական աշխատող, որտեղ դրանից առաջ էլ ինչ որ տենց կամավորական փորձ ունենք բոլորս համ միասին, համ առանձին, ես էլ ինչ որ պատանի տարիքից տենց այդ ամեն ինչի մեջ եմ եղել ինչ որ սոցիալական աշխատանքների բանի, ու որոշում եմ ընդունում եմ բան, որ դառնամ սոցաշխատող, պետք է ընդունում եմ ԵՊՀ, այդ ասում եմ իմ դպրոցը ավարտելուց 4 տարի հետո մոտավոր գնում եմ, հանձնում եմ առաջի քննությունը, հայոց լեզվի քննություններ, ինչ-որ երկու քննություն ա պետք լինում, դուրս եմ ոնց որ քննությունը հանձնում եմ, դուրս եմ գալիս ու հասկանում, որ ես բացարձակ չեմ ուզում ընդունվեմ համալսարան ու ընդհանրապես չեմ ուզում այդ գործը անեմ, ընդհանրապես ես հասկանում, որ ես չեմ ուզում սոցիալական աշխատող լինեմ ու այդտեղից ֆինանսներ ունենամ, ու սկսում եմ այդ իմ կարիքը, ու նաև այդ զուգահեռ ոնց եմ անում, որտեղ այդ ընթացքում սկսում եմ իմ ինչ որ անձնական բլոգը վարեմ, տենց բաներ են share անում մարդկանց հետ իմ ինչ որ Այդ կարիքը բավարարում ես, ու իմ այդ կարիքը ներսումս բավարարվում է, փակվում է, ու ես հասկանում եմ, որ բացարձակ չեմ ուզում ռեսուրսները տամ, ոնց որ իմ մասնագիտ, то есть այդտեղ նենց սիտուացիա է ստեղծվել, որ ես իմ ներքին կարիքը բավարարելու համար որոշել էի ընտրել էի մասնագիտություն, բայց իրական դրա տենց լիքը այլ տարբերակներ կան, էլի։ Ու այս տրամաբանությամբ նաև բան առնում, օրինակ հիմա ես ուզում եի իմ ներքին կարիքը բավարարեի, ինչ որ մեկը ուզում է ծնողի կարիքը բավարարի, այս դրա կարիքը, նրա կարիքը, ու ուրախ եմ, որ ես տենց չընդունվեցի համալսարան, ես անկեղծ երջանիկ եմ։ Մի հատ բան միտք եկավ, օրինակ ես հիշում եմ միասնական այդ քննությունը, որ միասնական քննությունս տալիս Բրյուսով ընդունվելու համար շատ կոշմար էր, շատ ուղղակի սարսափ էր, ու որ ասցիր այդ քննությունը տվեցի հասկացա ես ընդհանրապես չեմ ուզում, ես հիշում եմ, որ ես ինձ ուզում էի պրոստը սենց նայեի այդ մարդկանց, այդ դահլիճում նստած ու սենց ուղղակի վազելով փախնեի։ Պրոստը, ես որ նայես ազատ կամք ունես, կարաս անես այդ։ Ես էլ կուզեի մի անգամ գնայի էլի մասնակցեի այդ քննությանը, որ Պրոստը վազելու համար։ ստրեսի ինձ ենթարկեի, սենց նայեի, ասեի Աստված իմ այս ուրեմ ես ինչ եմ անում։ Սենց պրոստը թոփ էի ամեն ինչ շուրտային փախնեի։ Դա բայց ակամայից որ հայտնում ասեք միջավայրում, ասենք դաշի եթե լուրջ չես տրամադրված, եկա տեսնում։ Բայց շնորհ այդ պահը բան չեղավ, չէ՞, ինչ որ դադարներ չունեցար դպրոցից հետո։ Չէ, ես մի անգամ գսովից շատ պլայնի ա գնացել։ Մինչև հիմա կոմոց sense պլավնի ա։ Իրականում ես լավից sense միաժեսարան չես քննադատում եմ բարողներից, որ իրենք sense ինձ բան են արել, մի քիչ ուղղորդել են, բայց իրականում իրենց այդ աջակցությունը ինձ օգնել է, որովհետև չնայած նրան որ իրենք ուղղորդել են, իրենք միշտ աջակցել են իմ վերջնական որոշումներին։ Ես եկել եմ օրինակ ասել եմ, որ դիզայն, ասել եմ լավ դիզայն, ուրեմն գնա այս պահի։ Մարքեթինգ չես ուզում, օքեյ, մարքեթինգ մի գնա մաթը մի պարապ։ Ոնց որ այդ աջակցությունը օգնել է, էլի բավական, հետո ես իրական անկեղծ շուտ եմ կողմներ աշխատի, ոնց որ ինչ ուղղությամբ փոխան գնա, բայց իրական հետաքրքիր է, որ այդքան կողմնորոշված լինելով հանդերձ հիմա մեծանալով մեկը ոնց որ դա sense տրանսֆորմացվում է ու տարբեր ուղղություններով գնում է։ Երբ ես փոքր ժամանակ մտածում էի մարքեթինգ, ռեժիսուրա, դիզայն, չգիտեմ, sense տարբեր ուղղություններ, չնայած իրար մոտ, ինչ որ չափով կինո
գիտություն, չգիտեմ, տարբեր բաներ էի մտածում։ Հիմա ոնց որ այն կետն է գալի, որ այսինքն սա զումվելով բարի ինա ֆան է դառնում։ Որ բանը ասիր մամաս նկատեց, որ ես լավ եմ նկարում, էդի ինձ թվում է կարևոր բան է։ Իհարկե ես չեմ կարծում, որ դա միշտ աշխատո, այսինքն փորձով կասեմ ինչի, բայց մտածում եմ կարևոր բան է, որ այս պարագայում ոնց որ ծնողները նկատում են երեխու տաղանդները կամ ինչ որ տենց բան հմտություններ էլի, որ ինքը իծն է օրինակ ունի, ու դրան ոնց որ նպաստում են, որ դրա հիման վրա ինչ որ տես գնարկի, նրա հիման վրա ինչ որ արդեն ինքը ունի ինչ որ բան։ Բայց օրինակ իտալկներս իտալգերություն եթե համատեն իմ հետ, ինձ օրինակ նույն տրամաբանությունների մոտ մաթեմատիկան լավ էր ստացվում ու բան մանավանդ մամաս մտածում էր, որ տես իր առաջարկները էլի ավելի տենց ինչ որ թվերի, թվաբանության հետ կապված մասնագիտություններ են կամ ավելի ինչ որ ակադեմիկ բաներ, որ չգիտեմ, կապ չունի այդ իրականում ինչ այլ, այնտեղ լեզվաբան ես, չգիտեմ, աստվածաբան ես, էական ինչ ես, բայց ես օրինակ իմ տեսակով նենց եմ, որ մենակ ես ակադեմիկ բաժինը շատ եմ սիրում, դա իմ համար շատ կարևոր է, բայց չեմ կարող անել մի հատ գործ, որը մենակ այդ մենակ է, որտեղ մենակ, չգիտեմ, դու ինչ որ նույն գործողություն ես անում կամ մենակ տեսական ինչ որ բաներ ես անում, այնտեղ տենց վիզուալներ չկան, բաներ չկան, ես այդտեղ խառնեմ, հասկացա, որ չեմ Ոնց որ մեր պատմության մասն է, որովհետև մենք կոջոյան մեկ սովորել ու երկուսս էլ ինչ որ վիզուալի հետ կապ ունենք, բենինն պլանը սովորել արվեստի։ Չնայած որ համերսյան ընդունել եմ անվճար, իմ անվճարի առաջի կուրսից տենց կորա, որովհետև ես առաջի կուրսում հայտնվեցի այդ միջավայրում, որովհետև այդ կոնկուրենցիան էր։ Ահա, եմ հասկանում եկա։ Մեր ապտախ համակուրսեցիների մեջ միշտ այդ կոնկուրենցիան կա հանուն անվճարի ու ես չէի ուզում այդ կոնկուրենցիայի մեջ բաբշե մտնել, դրա տեղը գնացի սկսեցի աշխատել ու անկեղծ եմ ասում, այդ աշխատանքը այնքան ինձ քսերես ամեն հարցով օգնեց, որովհետև երբ որ դու փորձ ես ձեռք բերում, դա լրիվ ուրիշ է, երբ որ դու տեսական գիտելիք ես ստանում, էդ էլ է, հա, շատ կարևոր է, բայց մեկը պրակտիկ գիտելիք չի կարող փոխարինի, հա, անփոխարինելի է։ Հիմա ես չէի ունենա այն փորձը, որ ունեմ, չաշխատելով իմ համալսարանի տարիների։ Այսինքն այն հրաշքարի, որ ես անվճար չէի սովորում, ոնց որ դրա տեղը փորձս էի համեցնում, համեր դրանով գումար էի։ Բայց հետաքրքիր որ համալսարանը երբեք հակագովաս չնի, բայց չէր աջակցում իմ աշխատանքը, կոպիտ ասած, որովհետև հեն իրանք չէ միշտ չի տենց, բայց խես շատ մեծ աբիդա մենք նեղացած ենք քիչ հավուց Իսկ ես սիրում եմ բոլոր համալսարանները։ որտեվ չեմ սովորել Ես կուզեի այդ փորձած լինեի մոտ։ իրականում ես այդ էի ուզում ասեի, որ չնայած նրան, որ ես ինչ որ կետերով դժգոհ եմ, մեկը ոնց որ համալսարանը ինձ լիքը դրական բան։ Այդ բայոկա ես կարողam կողմերը նաև նկատում եմ Նինայի մեջ։ Թեկուզ դերասանական ինչ որ քո սկիլերը զարգացնելու եւ այլն։ Դա social ակադեմիկ կրթություն է, Դա չէ միանշանակ ու միանշանակ կարևոր է։ Կարևոր է, եթե դու անես այդ կարիքը, եթե դու օրինակ ես հիմա նենց մասնագիտություն եմ այս բանը դրել, որ ես 4 տարի ակադեմիկ գիտելիք ստանալ դրա համար չեմ հասկանում իմաստը, որտեվ ժամանակը շատ արագ է գնում ու այս ոլորտում ես քնում զարթնում եմ, մեկը նայում եմ ինչ որ չգիտեմ, լուսոն հա, ինչ որ կրեատիվ ոլորտում էլի, էական չի թե դու այդ ոլորտում, չգիտեմ, որ բառը ասի ինչ որ գործունեություն ծավալում, բայց կապ չունի, հա, ինչ որ AI-ների հետ ես աշխատում, նկար ես պրոստը գեներալ, քնում զարթնում եմ, լուսոն ինչ որ նոր բան է օրինակ ուղարկում, որ այս բանով արդեն կարողանում ես sense բան անես։ Ու ես հասկանում եմ, որ այս արագ ժամանակի մեջ հա գնալ ու 4 տարի սովորել համալսարանում էլ չեմ գտնում էլի դրա իմաստը։ Իմ համար թերությունն է նա, որ ես իմ համալսարանում շատ ավելի քիչ եմ ստեղծագործում ու իսկապես լինում ստեղծագործական process-ի մեջ, որտեղ հիմնականում շատ տեխնիկական է, գնահատական, մի պահ ես ինձ թիվ էի զգում, ոնց որ ինձ թվանշանով տենային, էլի մենակ, չնայած ես եմ ավճար սովորել 2 տարի ու չեմ ունեցել այդ ավելի ճիշտ ունեցել եմ նրանով, որ պետք է պահեմ այդ տեղը, այս ստրեսներով,
Բայց չպետք է էլի արվեստի բուհը վերածվի ինչ-որ տեխնիկական հարաբերությունների, ինքը պետք է լինի հետո մաքուր ստեղծագործական վայր։ Մանավանդ մեր ոլորտներում, այդ արվեստի ոլորտում ոնց որ cooperation-ը, ինչ-որ տենց միասին թիմով ստեղծագործում։ Ես նաև մտածում եմ, որ երբ որ դու ընդունում ես համալսարան, պատկերացրու դու ու եւս, չգիտեմ, օրինակ 10 հոգի մարդիկ նույն ստարտափի տոճկից մտնում եք ոլորտ ու հետո երբ որ դուք դուրս եք գալիս համալսարանից, դու ավտոմատ կերպով ինչ որ network ես ունենում, դու արդեն գիտես ինչ մարդկանց, իսկ երբ որ դու տենց չես անում, դու պետքա գտնես այդ մասնագետներին ամենասկզբից է։ То есть այդ network-ը սկսում է զրոյից, այն դեպքում, երբ որ իրանք արդեն 4 տարի համալսարանում ձևավորվել են ու նաև ձևավորել են իրանց ինչ-որ շրջապատը, հասել են ինչ-որ տոճկայում ու դու դրսից մտնել այդ ոնց որ խումբ մարդկանց մեջ, խումբ մասնագետների մեջ, մի քիչ օրինակ ես իմ փորձով էլի ասեմ, որ դժվար է ալնում, չգիտեմ, հիմա ես նոր տենց փորձում եմ մտնեմ այդ ոլորտ ու ես հասկանում եմ, որ բացի իմ ընկերներից ուրիշ ոչ մի չունեմ ոչ մի network, չունեմ ոչ մի ծանոթություն ինչ որ ընկերներից։ Ընկերներ չեն, շոտ մի խոսքով հասկացաք։ Այս մասով մի հատ բան էլ ասեմ, իրականում այն պատճառով, որ համասարանում այդ կոնկուրենցիան մթնոլորտն է, դրա պատճառով, երբ որ ես ավարտեցի, մեկը իմ համակուրսացիների ես դիտարկում էի որպես կոնկուրենտ, չնայած որ իրանք ընդհանրապես անում էին ինտերիեր դիզայն օրինակի համար, դու լրիվ ես գրաֆիկ դիզայն, բայց ես մեկը ասենք մտովի մեկը այդ ոնց որ հոգեբանություն ունի, որ ինչ-որ sense նստում եմ մեջս ու ես դրա դեմ անդադ պայքարում եմ, անդադ մտածում եմ, բայց մի րոպե հանգստացի, բան, ինչ-որ չգիտեմ, դժվար է։ Ինձ գիտես, ինձ ինչը օգնեց, որ ինքը շատ էներգիա խլող երևույթ է կոնկուրենցիայի մեջ մտնելը, թեկուզ մտովի ինչ-որ մեկի հետ կամ ինչ-որ խմբի հետ։ Ես որ ընդունվեցի թատերական 3-րդ անգամ եւ արդեն մի քիչ այդ փորձառությունը ունենալով այն երկու տեղերում, վերջին երկու տեղերում, մի հատ sense պատ էի իմ մեջ դրել, որ ես կապ չունեմ ստեղից ոչ մեկի հետ։ Այն առումով, որ ես եմ, ես ունեմ իմ սկիլերը, ես ինդիվիդուալ եմ, ոնց որ եւ կողքինս է ինդիվիդուալ, ինչ որ անհատա, ու всё։ Ինչ որ ես կքաղեմ, ստերից կքաղեմ ու ինչ ձև ես որ կձևավորվեմ, իմ լավ կամ վատ լինելը ոնց որ կողքինի հետ կապ չունի։ Ու իրոքը տենց է, ես օրինակ հիմա ընդհանրապես իմ համակուրսացիներից ոչ մեկին իմ կոնկուրենտը չեմ համարում, բայց կարող է լինի, այս բան չեմ համարում, էլի կարող է լինի ինչ որ իրավիճակ, ինչ որ տեղ, որտեղ ես ստիպված եմ այդ կոնկուրենցիայի մեջ մտնեմ, որտեղ կա տեղի պայքար։ Իրականում մի հատ sense բան էլ կա, որ կոնկուրենցիան միշտ չի որ վատ է, որ Հենց այդ եմ ասում։ Հետո ինչ որ զարգացնող ու առաջ բրթող ու անակ ու երբ որ ճիշտ ես այդ օգտագործում դրանց կարաս ինչ որ օգուտ քաղես։ Ոնց որ ուսման մեջ ինձ մեջ պետք է լինի այդքան շատ կոնկուրենցիա, որտեղ ինքը այդքան ռեալ չի, ինքը քեզ չի տանում։ Դու կարաս մոտիվացված, դու կարաս նայես, օրինակ եթե օրինակ մեր մոտ կար այդ բանը, հա, ասենք մենք էտյուդներ էինք բեմադրում, դու նայում ես, ասենք 24 հոգու էտյուդ ես նայում, ով ինչա բերել, դու էլ քոնն ես բերել, բայց նայում ես ասում ես, ոյ, չի մտածել, որ sense բան կարելի էր անել, ու այդ պետքա հիմնական բաց սրտով ընդունես, էլի, ոչ նախանձի կամ ինչ որ նեգատիվի չվերածվի, բայց ուսման մեջ դրա համար եմ ասում, այդ գնահատականի սիստեմը հատի որ կանգարում է իրականում ու այդ ամճարի պայքարը հենց այդ է, բայց դուք կարաք իրար սովորացնեք, բայց եթե օրինակ ինչ որ իրավիճակ կա, որտեղ ես պայքարում եմ X դերի համար, որի մասի երազել եմ, որը վստահ եմ, որ ես կարամ անեմ ու նաև անում է այլ մարդ, բնականաբար նորմալ է, որ դուք գիտակցված իրար հակառակորդեք էլ ես բարագայում, ով հաղթված է, դա էլ է սիրուն կարելի անել Իհարկե, սպորտը օրինակ, սպորտում մարդիկ պարտությունը պետք է հա ճիշտ ընդունել, բայց ինչքան շեղմեցինք հա just Հարց, այն մասնագիտությամբ ինչով որ հիմա զբաղվում եք ու զբաղվում եմ ես, արդյոք օքեյ ենք դրայից, թե չէ, դա հենց այն ինչ որ մենք ուզում էինք ու եթե էտա ոնց ենք հասկացել։ Դիսուլուսնեք։ Մենք ուզում ենք քեզ լսել։ Այդ ես ամեն անգամ հասկանում եմ, երբ որ իմ մեջ առաջանում է որոշակի sense կրակ։
երբ որ ես այդ գործը անելուց զգում եմ, որ ես ուզում եմ զարթեմ հանուն այդ գործի, որովհետև այդ ինձ հետաքրքիր է անելը։ Բայց ես չեմ ասի, որ ես կողմնորոշվել եմ, որ հստակ այս ուղղությամբ եմ ուզում գնամ, ես շատ ազատ եմ ինձ թողել այդ առումով, ավելի flexible եմ, որովհետև ես չեմ ուզում ասեմ, այս մի ուղղությունն է իմը ու վերջ։ Չէ, ես ուզում եմ ինչ ինձ հետաքրքիր է, ասես այս աշխարհում, ասես գրկեմ սաղ, ասես նստեմ ուղեղիս մեջ, իմանամ, սաղ գիտելիքները ուսումնասիրեմ, չգիտեմ, լիքը բաներ տարբեր փորձեմ, ու ես պատրաստ եմ փորձեմ ցանկացած բան, ինչը իմ մեջ այդ կրակը արտնացնում է։ Ու այդ կրակը հիմնականում իմ մեջ արտնանում է, երբ որ ես ստեղծագործում եմ, կամ օրինակ անում եմ ինչ-որ աշխատանք, որը որ իսկապես իմ համար ինչ-որ արժեք ունի։ Այդ կարել լինի արժեք գիտելիքի տեսքով, այդ կարել լինի արժեք, որը ես կարամ փոխանցեմ ուրիշ մարդկանց, շատ տարբեր։ Օրինակ այս ոդկասթը անելը իմ համար որոշակի հենց ստեղծագործելու ավես հարթակ է։ Հաստատ, ու ինչ-որ ազատ Կրակը է, հա։ ինչ-որ ուզում ես անես։ Իմ մոտ օրինակ այդ պահը մի քիչ շատ բանա դժվար ա եղել, որտեվ ես այն բոլոր բաները, որ թվեցի, որոնք փորձել եմ, ես երբ որ դրանք փորձում էի, ես իրոք հավանում եմ, ես ի սրտե սիրել եմ թե ծրագրավորումը, թե դիզայնը, այնտեղ ֆոտո, ինչով որ զբաղվել եմ, ես իրոք սովորել եմ ու այս ընթացքում չի եղել, որ ես սովորեմ ինչ-որ մասնագիտություն, տենց ինչ-որ սկիլեր ունենամ, որը կամ իմ մոտ վատ ա ստացվել ու ես հասկացել եմ, որ այդ չեմ ուզում, կամ էլ, չգիտեմ, ինչ-որ ուղղակի չեմ հավանել, տենց չի եղել, ես հավերել եմ ամեն ինչ որ ես արել եմ, բայց ես ինչ-որ մի հատ կետի հասա, որտեղ հասկացա, որ ես կընտրեմ այդ, դες կգտնեմ այդ իմ սրտի մասնագիտությունը, երբ որ դա ոնց որ չբխի իմ ներքին կարիքներից, օրինակ, չգիտեմ, շատ ինչ-որ բան օրինակ եմ բերում, բայց ինձ փոքր ժամանակ ոչ մեկ չի սիրել, ես ընտրեմ ունենց գործ, որով կսիրեմ ուրիշներին ու տենց կբավարարեմ իմ կարիքը, ես այդ երբ որ ունեի այդ իմ ներքին կարիքները, այդ ժամանակ այտենց փնտրտուքների մեջ էի, երբ որ չկան ասելով նկատի ունեմ նախկին ինչ-որ չբավարարված կարիքներս հնարավորինս քչացրել եմ ու սենց ինքս ինձ եմ նորից հետ եկել, տենց մոտեցել, ինչ-որ ինքս ինձ ճանաչել նկատի չունեմ սկիլեր, այլ вообще ով եմ ես, ոնց եմ զգում, ոնց եմ այս աշխարհում, ինչ ձևի եմ այս աշխարհում, այդ ժամանակ արդեն ազատ զգացի ինձ, այդ ժամանակ եմ մենակ ինձ ազատ զգացել, ընտրելու մի բան, որը ուղղակի ինձ դուր ա գալիս ու չկա այտենց ինչ-որ կողքից դրթող Պրոյեկցիաներ չի էլի, ասենք քո տրավմաներից կամ ապես այլ ես այնց ինչ-որ զրո մարդ եմ, որ ազատ ա իր ընտրության մեջ ու ինքը պրոստ ընտրում ա ինչ-որ մի բան, որը իրան դուր ա գալիս, որով ու ես էլ իրական լուսոյի նման ինձ չեմ սահմանափակել մինչև հիմա տենց որպես այդպեսին չգիտեմ ինչով եմ զբաղվում ու չգիտեմ ինչով եմ զբաղվելու բայց գիտեմ որ օրինակ այդ կրեատիվ ոլորտում ա հիմա չգիտեմ խոսքի այս ոդկասթի շրջանակներում մի էպիզոդ նախորդ էպիզոդում մի մասնագետ ես երկրորդ էպիզոդում ավտոմատ չգիտեմ մեկում մոնտաժնիկ ես մյուսում ինչ-որ սվիտավիկ կազմում ես էլի անես բան հարցեր ես գրում ռիլերս ամեն ինչ ինչ-որ Reel maker-ից բարձվում է ասում եմ ես անում լավ Ալգորիթմներից դերը ռիլերը նայ ձեռի գործնեն լայք եք Տեսեք այդ էր մի հատ նենց բաներ, որը բացահայտեցի այս փորձը, որ ստացվում է իմ մոտ, բայց մինչև այդ կարող է ասեն reel maker կուզես աշխատես, ասեմ, դե որոշի մեծ ինչ է, ես չեմ սիրում այդ digital գործ։ Ես սիրում եմ մի բան, որը կրեատիվ է, ստեղծագործ է, ու ես չեմ սիրում, որ այդ ստեղծագործ բաժնի մի հատ պուճուր տեղում են, այլ սիրում եմ, որ ես ամենտեղ կամ այդ process-ների մեջ չգիտեմ, սյոմկեքի տեղը կամ մոնտաժի մեջ կամ ամենտեղ Նախ ասեմ դուք լրիվ լրացրեցիք իմ պատասխանների կեսը, որովհետև գրեթե նույն բանն եմ ապրում, ես շատ էմոցիաներով եմ ընտրել իմ մասնագիտությունը, ու ես հասկացա, որ դերասանությունը, դերասանի աշխատանքը այս պայդրությամբ իմ մեջ բավարարում է ինչ-որ բաներ, ոնց որ դու նշեցի, կան ինչ-որ պրոյեկցիաներ, որի մեջ պակաս ա եղել ու այս մասնագիտության, այս աշխատանքի այդ պրոցեսի շնորհիվ ես լցնում եմ այդ ու կարծում եմ, որ մի քանի տարի հետո, երբ որ ես քիչ ավելի ներքին աշխատանքներ, որ արած լինեմ իմ հետ, կամ ես վերջնականապես կհանգեմ, որ ես մենակ ուզում եմ այս գործով զբաղվեմ, կամ կգա ինչ-որ պահ, որ ես ուղղակի կթողեմ դերասանությունը
Բայց իմ մոտ էլ է էլի տենց ես ինձ ամեն ինչ եմ պետքա ամեն ինչում լինեմ, պետքա շատ ամենա եմ, բայց ես օրինակ հասկացա, որ դերասանությունը մի քիչ էգզիստենցիալ պատասխան եմ տալի, բայց հասկացա, որ դերասանությունը ինչ որ լիքը healing բաներ իմ մեջ, լիքը բան heal արեց, որ իմ այդ ներքին երեխան ա ուզեցել, բայց չի ստացել ու ես իր համար այդ պահերը իրականացրեցի, իրականության բերեցի, բայց հասկացա, որ արդյոք ես ուզում եմ ամբողջ կյանքում սա անեմ, կարող է եւ չեմ ուզում ու լրիվ օքեյ եմ թողելու հետ։ Ինչ որ պահ կար, որ ես ինձ ասում էի, ոնց ասենք, ոնց թողեմ, ես արդեն ընտրել եմ, ես պետքա վերջացնեմ, ինչ որ լիքը մարդիկ ակնկալիքներ ունեն ինձնից, որ ես պիտի այս ոլորտում այսինչ կետին հասնեմ, բայց ասում մի վարքյան հանկարծ չգնաս այդ դրա հետևից, եթե զգում ես, որ դու ստեղ չունես անելիք, պետքա դուրս գաս։ Իրական ուզում լրացնեմ, որ ոնց որ այդ նորմալ է, որ ինչ որ կետից ճանապարհի թեք ես։ Ավելի ճիշտ է, չի, որ այնսենց կինոչնի, որ ցույց են տալի, որ ինքը սենց մեկա չուզելով անում ա բան, հասնում է իր նպատակներին, դա կինո է։ Ահա, այդ կապ ունի իրականության հետ։ Չնայած կարա ինչ որ մեկի մոտ կապ ունենա, բայց Դες որ չէ կարաս ունենաս դու հիմնական ընտրություն, բայց ճանապարհին challenge-ներ լինի, հոգնես, burnout լինես, բան, բայց այդ դիսցիպլինայի շնորհիվ դու հաղթահարես այդ դրա միջանցիկ դժվարությունները։ Բայց ոչ երբ որ դու քեզ ավելորդ ես զգում, դու գիտես էլ Գիտես ոնց հարցը այնա, որ ոնց Օքեյ, պրոստը օրինականացնենք այն, որ մարդ կարա փոշմանի ու փոխի իր ապա։ Հա, այդ օքեյ է։ ու դա տարիքով էլ պայմանավորված չի, բաց հա ցած։ Ընդհանրապես, Դու կարաս լինես, հա։ Չէ։ Ես իրական ուզում եմ մի հատ այդ նման բան։ Որ ուզում եի դառնալ սոցաշխատող, այդ համացանական պահերը, որ պատմեցի, ու հետո հասկացա, որ պատրաստ չեմ դրան այդքան 4 տարի ժամանակ տալու, բայց մեկը ես ունեի այդ իմ ներքին կարիքի բավարարման խնդիրը, ես ինչ արեցի, այսինքն ես չարեցի, ինձ կյանքը եւ իմ ճանապարհը նվեր ուղղակի դա տվեց, ես առիթ ունեցա, գնացի Վրաստան ծրագրի շրջանակներում, այնտեղ վերապատրաստում ստացա հետ եկա ստեղ, ու մենք խմբերով բան արեցինք, սկսեցինք ֆասիլիտացիա անել այդ պրոյեկտի շրջանակներում, որտեղ պատանիների ու երիտասարդների համար խաղաղության կրթության թեմայով ինչ որ տենց բռնության կանխարգելում, կոմունիկացիա, բան նման թեմաներով ֆասիլիտացիա են կանում։ Ես մոտավորապես այդ նույն բանը, իհարկե ինչ որ ուրիշ ֆորմաներով, ուրիշ մասշտաբներով կանեի, երբ որ ես ավարտեի իմ համալսարանը։ Ու ոնց որ այդ 4 տարի չտվեցի, չավարտեցի, չհասա դրան այդ կարիքս բավարարելու համար, երբ որ շուտ նկատեցի, որ այս իրական այդ մասնագիտությունը չի, բայց մեկա կարիք ունեմ, մի հատ sense փոքր մոդել ընտրեցի ոնց որ աշխատանքի, որը տենց մասնագիտական բարձրագույն կրթություն չէր պահանջում, ու իրական մի տարվա ընթացքում իմ մոտ անցավ լրիվ full այդ կարիքը բավարարվեց, ու ես հիմա որպես այդպեսին դաժե այդ ոլորտում գործունեություն չեմ ուզում ծավալեմ։ Այս ինչ որ տենց ալտերնատիվ տարբերակ ու նաև նկատում եմ, որ արա մեր ժամանակներում այդ հնարավորությունը տրված է, էլի պետք չի օրինակ ընտրել մի հատ մասնագիտություն, ընդունվել համալսարան, ավարտել, դու մենք ասենց լիքը հնարավորություններ կա տեստ անելու, փորձարկելու մասնագիտություններ։ Նո հա լիքը դրա համար նշում եմ ոչ բոլորը, բայց մանավանդ չես կարող Հա, ոչ այդ գիտական ինչ որ մասնագիտությունները, որոնք գիտական հիմք չպահանջող մասնագիտությունները հիմնականում կարելի է տեստ անել պրոստը գնալ ինչ որ մի ամսով խմբակ լինեք։ Այ օրինակ, բայց ինչքան կարևոր կետ է, տես ինձ թվում է օրինակ մեր ծնողները կամ մեր ավելի ավագ սերունդը այդքան չի ուշադրություն դարձրել այս կետին, ես էլ եմ հիմա այս կարիքի հետ կապված բահը գիտակցում, որ ինչքան բան կա, որ դու ուզում ես անես ինչ որ ներքին չբուժված տրավմայից դրդված, պրոյեկցիայից դրդված, բայց այդ вообще քո իրական ցանկությունը չի, ու մենք այտենց անում ենք, դրա համար եմ ասում, թերապիան շատ կարևոր է, այս բարակայում։ Անկեղծ եմ ասում, ես հիմա սպասում եմ, որ մի հատ փուլ ապրեմ թերապիայի միջոցով, մի հատ ինձ լրիվ ուրիշ կողմից բացահայտեմ ճանաչեմ, նոր հասկանամ, ես իրականում ինչ եմ ուզում անեմ։ Շատ կարևոր կետ է, էլի, իրոք մի հատ դուք էլ ձեր մեջ այս հարցի ինքներդ ձեզ տվեք, ինձ թվում է ահագին հետաքրքիր բաներ դուրս կգա։ Եկամ հա կարևոր է տենց
համ ծնողներիմ ակնկալիքը մի հատ մի կողմ թողես։ Հա, Ինչ-որ սոցիումի այդ կարծրատիպերը, այդ աղմուկը անջատած Ասպես այդ կողքի, պա մենակ մնաս հասկանաս, դա բա ես ինչ եմ ուզում իսկականից, իսկապես ինչ եմ ուզում, հա։ Okay, ժողովուրդ, իսկ ինչ եք կարծում, այն աշխատանքը, որ հիմա անում ենք, կամ այն մասնագիտությունով, որով հիմա որ աշխատում ենք, դա այդ վերջնական կետն է, այս այնա ինչ որ էլ փոփոխման չի ենթարկվելու Ոչ. այդ կյանքերում եւ նաեւ ձեր կյանքում Ոչ. այն մասնագիտությունը, որ ընտրել եք։ Միանգամից ասկար։ Կարծես որ մեծանակ ինչ եք դառնում։ Հա, Նորմալ։ հա, չոտքի է, այս հարցերը միշտ արտացած հարցը։ Որ մեծանակ ինչ ենք կառնալու։ Օրինակ Միջև մեռնելը ակտուալ է այս հարցում։ Հա, անկեղծ։ ես պատասխանեմ։ Ես Գո։ ասեմ։ Հա, անկեղծ ասած, ես չգիտեմ ոնց կգնա ճանապարհը, չեմ պատկերացնում հստակ, բայց գիտեմ ինչ եմ ուզում։ Կուզենամ, որ ես զբաղվեմ վիզուալներով ընդհանուր, հա, այդ ուղղությունը ինձ շատ հետաքրքիր է։ Կուզենամ, որ ունենամ ինչ-որ բլոգ, ինչ-որ ոնց հարթակ, որտեղ որ կկանամ ազատ ստեղծագործեմ ես ոնց ուզում եմ, այսինքն տեղ արդեն չի լինի ինչ-որ պատվիրատու, բանեմ, իվիսիմ համար կանեմ այդ ու որպես մի քիչ նաև հոբի եմ դա sense անցալում ես, որովհետև դա ինքնահարտահայտում եմ։ Ես ինձ տեսնում եմ ինչ-որ կգզի վրա ապրել Վիզուալիզացիա անենք ընդհանուր, վիզուալիզացիա անենք ընդհանուր։ Մենք հիմա Բալիում ենք, մեր յախտայի վրա։ Քանի որ ես հիմա ինձ շատ փոքր եմ զգում, չնայած իմ արդեն տարիքին, որտեվ մի հատ ոլորտ sense նոր մուտք եմ գործել, ես հələ որ մտածում եմ, որ մեծանամ, իմ մեծանալը դեռևս ոլորտում ուղղակի շարունակվում է իմ ոնց որ sense առանձին ինչ որ անհատական գործունեություն էլի, ոչ ինչ որ մարդու օֆիսում, իր էջենսիում աշխատելը, այլ իմ էջենսին ունենալը կամ չգիտեմ։ Ես sense իրան ինչ որ ֆորմայով չեմ պատկերացնում, բայց ինչ որ բան եմ պատկերացնում, որը իմն է։ Էդի ուրիշինը չի, դա հենց իմն է։ Այդ եմ մենակ մտածում, ինչ որ բայց Ես էլ եմ մտածում ինչ-որ բիզնես կուզենայի երևի։ Բայց համոզված ես որտեղ չեմ ուզում անընդհատ ինչ որ բան անեմ։ Ես չեմ սիրում անել։ Ես սիրում եմ որ ուրիշները անում են։ Դե ես ուզում եմ որ լավ ես ազատ եմ, չէ՞, ինչ ուզենք մեծանալ։ որ agency տնօրենս ինչ որ բան fail ագինու, սա Լավ ես մեր հարցը որ ինչ ես ուզում դառնաս որ մեծանաս։ Ես դա ուզում եմ, էական չի դա կլինի, թե չի լինի։ Ախա ես օրինակ հələ շատ ես ասեմ այդ բահարից պատասխանը, ես հələ շատ փոքր եմ այս հարցին պատասխանելու համար։ Իրականում ես էլ իմ մոտ Ես էլ այդքան դերս այ։ չկամ։ Ես ազատ եմ հարցին թողել, պատասխանել։ ես հենց բաց եմ մի տեսակ կյանքի առաջ, կարևորը ինչ որ առաջարկես կրեատիվ ոլորտում, թե ինչ առաջարկ բաց եմ, հա։ Okay։ Հա, ես օրինակ մտածում եմ, որ ես մի քանի բան եմ անում, եթե վիզուալիզացիայով նայենք, թե ոնց եմ ինձ պատկերացնում, իրոք ամենառեալ պատասխանը կնի, որ ես հələ այդքան չկամ, որ ես հարցին պատասխանեմ, ու դեռ փոքր եմ, որ ես հարցին sense լիարժեք պատասխանեմ, բայց ինչ որ վիզուալ տեսնում եմ, որ եղեք մոտ նենց լավ իդեա ունեմ, բայց ես դա չեմ ասի։ Դա ֆանտաստիկ իդեա է, ուղղակի շատ ֆինանս է պահանջում, այ եթե ես YouTube-ով մենք փող աշխատենք, ես այդ փողը կաշխատեմ։ Արիս ես նույն դնեմ, որ մենք եթե այս վիդեոն 100 հատ կոմենտ ունենում, ասում ես պոեզիան։ Բոլորին։ Չէ։ Բայց նախրոք կգրանցես։ Դողանայ։ Copyright-ով բանով կամերայի առաջ։ Պատկերացնում եմ ինձ ինչ որ բիզնես ունենալուց, ինչ որ նենց բիզնես, որ ես նստած եմ ու փողը կաթում է։ Այդով չի ուզում։ Այս Բայց նստած մեր բանը, ստերակացու։ Նայ, իմ այդ բանը ասեմ, ես օրինակ սկսել եմ մտածել, որ ես ուզում եմ ինչ որ craft բաների մեջ լինեմ, ինչ որ բաներ սարքեմ, որ շոշափելի լինի այդ, օրինակ նկարեմ, կոլաժներ անեմ, հոճար կտրեմ։ Նկարեմ, ինչ որ կոլաժներ անեմ, իրոք sense, այն որ
գժերի տակ սենց նստած մի ամիս ինչ որ այտենց ինչ որ հոգեվիճակ եմ ուզում ինչ որ այտենց էքսպրես անեմ ինձ բայց նաև ասենք ես այնտեղ իմ սենյակում կամ արվեստանոցում փակված ինչ որ Սերգեյ Փարաջանով դվա եմ դարը բայց այնտեղ ասենք 3 հատ վարձով կոն ունեմ կենտրոն որ առել եմ սարքել եմ տալիս եմ վարձով տենց այդ փողը ինձ գալիս է էլի ու ես չեմ գնում ստեղ այնտեղ ինչ ուզում անեմ լավ քրիտիկա չէ Իսկ եթե ցելում ամփոփենք մեր զրույցը Ամփոփելով ես կարամ ասեմ, որ գնացեք ձեր երազանքների հետևից։ Ոնց էր այն երգը։ Մանկական եվրատեսիլի։ Տարվեր դեպի երկինք Եթե ունեք հիմնավոր պատճառներ եւ չուզենալը նույնպես հիմնավոր պատճառ է, ապա մի ընդունվեք համալսարան, մի ծախսեք ձեր կյանքի 4 տարիները, դա ձեր կյանքն է, ոչ թե ես մի հատ ուզում եմ ընդգծեմ, որ ոչ թե աջակցում եմ, որ ոչ թե հա խրախուսում եմ համալսարան չընդունվելը, այլ ասում եմ, եթե դուք չեք ուզում ընդունվեք, մի ընդունվեք եւ ընդունվեք այն ժամանակ, երբ որ կուզենաք ընդունվել, որտեղ սա ձեր կյանքն է, դուք մի շանս ունեք դա ապրելու եւ տնօրինելու այս տարիները ազատ եղեք ու համաձայն եմ Բայց համել այդքան պատասխանատու էլ տենց մի վերաբերվեք այդ ընդունվելուն, որ Թե նայեք էլի հա դա Էդ էլ ասեմ, որ չնայած որ 4 տարի, չգիտեմ, կոպիտ ասած կարակ կորցնեք, բայց մեկը դա կորս չի, դավից կարակ հավեք գիտելիք, կարակ ոնց որ ձեր դրական կողմերը վերցնեք այդտեղից։ Հետո իսկում է հեսա ապագայում արդեն մի քիչ ավելի երկար կսկսենք ապրել։ Հուսանք։ բայց քանի դեռ երկար չենք ապրում, չնայած դրան մեկը ուշ չի լինում, դուք միշտ կարաք սկսեք, միշտ կասեմ որ մի պատկերացրեք ձեզ ընդամենը մի ֆորմայի մեջ դուք կարաք շատ տարբեր լինեք ու կարաք շատ տարբեր վերսիաներ ունենաք ինքդ ձեր վերսիաները ու աշխատեք ընդլայնեք էլի եւ երազելը լայն երազեք գիտեմ փորձեք եթե օրինակ Հովսեփի ասածով եթե օրինակ փոշմանում եք կամ զգում եք որ չեք ուզում այդ ինչ բանը անեք երբեք մի մտածեք որ դա ինչ որ բանի կորուստ է ու մի ուղղակի այդ փոշմանելու իդեն մի միտքը հանեք ձեր մեջից ուղղակի դա ժամանակ ու էներգիա է խլում ինձ մի հատ միտք է այդ օգնել որ ես այդ բանով համակերպել Իմ սիրած միտքն է չգիտեմ բայց այդ միտքը հետեւյալն է որ ինչ էլ սովորում ես IQ-դ բարձրանում է ճիշտ է Ակ մինիմում ուղղակի մարդը դու waste չես ունենում երբեք դու waste ունենում ես օրինակ ինչ որ ժամանակ ռեսուրսներ բան բայց ամեն դեպքում քո IQ-ն բարձրանում է Մեկ էլ ես հիշեցի մի հատ հավես բաներ Հովսեփը ինձ ասել, որ իմ մեջ շատ է տպավորվել, որ ասում էի, ասում էի, որ եթե դու ինչ-որ մի բան ցանկանում ես, ոնց որ ալուբոմն են ցանելը, որ դու դրան գնալու ես։ Եթե իրոք ցանկանում ես կոնտեքստը չեմ հիշում ճիշտ ասած ինչ Երբ ես ասել այդ որ դրվագում Միտքս ու տել է, որ ոնց որ կապ չունի այս պահին որտեղ ես, ինչ ես անում եւ այլն, կարևորը այն է, որ դու ամեն դեպքում ինչ էլ լինի, մեկը ավտոմատ կերպով գնալու ես ընդ որտեղ որ դու ես ուզում։ Շատ շնորհակալություն, եթե նայում եք մինչև այս պահը ու մինչև այս պահը եղաք մեզ հետ։ Ակնկալում ենք, որ դուք follow կանեք YouTube-ում follow չկա։ Subscribe կանեք, comment կգրեք, կլայքեք այս վիդեոն։ Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ մեր հաջորդ զրույցները լինեն ել ավելի հետաքրքիր, ել ավելի բովանդակալից ու ել ավելի օգտակար ձեզ համար։ Դուք էլ կարող ձեզ հետաքրքրող թեմաներն առաջարկել մեզ կոմենտներում կամ հետևելով Instagram-ան էջին ու մեզ DM գրել։ Հետաքրքիր է իրական ծանոթանալ մեր վիդեոն նայող մարդկանց հետ ու հետաքրքիր թե դուք ինչ մասնագիտություն ունեք, ինչ փորձառությամբ եք անցել, հենց գրեք, կիսվեք, Կարա հննարկենք։ Այո, կոմենտներում քննարկենք, որովհետև ինձ թվում է հետաքրքիր թե շատ մարդիկ կան, ովքեր ուզում են արտահայտվել այս թեմայով ու մենք մեր հարթակում կարող ենք այդ անել։ Համել Այս դեպքում ունեք օբյեկտիվ անհամաձայնություն, դրանով էլ կարող կիսվեք, մենք էլ ենք սովորում։ մարդ ենք Ալան սխալվել։ Դենսրել ընկերներ հաջողություն